Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի ներկաներ, մենք այս պահին մեկնարկում ենք մեր բողոքի միջոցառումը եւ նախ ցանկանամ շնորհակալություն հայտնել, որ այսօր այստեղ այս պահին եք։ Բոլորս տեսանք, թե երեք ինչ տեղի ունեցավ Փաշինյանական վարչախմբի գծորդ հանդիսացող դատարանը 3 ամսով երկարացրեց իմնի մի ոդկասթի հեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը եւ ըստ էության պետք է փաստել, որ երեք դատարանի դահլիճում Երրորդ հանրապետության պատմության ամենախայտառակ քաղաքական հետապնդումներից մեկի հերթական էպիզոդին կամ արարին մենք ականատես եղանք, որովհետև մեղադրանքի երկարացման հիմքում բացարձակապես չկար իրավաբանություն։ Այդտեղ կար հստակ քաղաքական ուղղորդում, քաղաքական պատվեր, որպեսզի մի ոդկասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը հնարավորինս ավելի երկար մնան կալանավայրում։ Դատարանի դահլիճում այդ ապօրինի որոշումից հետո քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Նարեկ Սամսոնյանը հստակ գիտակցված գնաց այդ որոշմանը։ Նարեկ Սամսոնյանը ըստ էության այլևս անձնազոհության է դիմում, որպեսզի մենք բոլորս չլռենք եւ շարունակենք պայքարել իր եւ մնացած քաղաքական բանտարկյալների ազատության համար։ Այսօր Հայաստանի բանտերը լեցուն են քաղաքական բանտարկյալներով, տասնյակներով մարդիկ են դատապարտված իրենց քաղաքական հայացքների, իրենց քաղաքական խոսքի, իրենց ընդդիմադիր կեցվածքի համար։ Եվ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են այն բանի համար, որ ընդհանրապես պատասխանել են Ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավայրում է այն բանի համար, որ ընդհանրապես արտաբերել է հետույք բառը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ, ով կալանավորված է ընդհանրապես հետույք բառը արտաբերելու համար։ Եկեք համեմատենք, թե մեզ ծանոթ օդիոս իշխանական կերպարները ինչպեսի բառամթերք են օգտագործում համացանցում կամ ուղիղ եթերում։ Եվ նրանցից որևէ մեկը այսօր անգամ քրեական հետապնդման չի ենթարկվում, որ մնաց հայտնվի կալանավայրում։ Հարգելի ներկաներ, մենք այսօր, ինչպես նշեցի, այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ այս խայտառակ ապօրինությունների, որի ամենակարևոր կտորներից մեկին մենք ականատես եղանք երեկ։ Եվ ես պետք է փաստեմ, որ մեր բողոքի միջոցառումները լինելու են շարունակական։ Մենք շարունակաբար պայքարելու ենք քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։ Այս ռեժիմը երեք իր ապօրինի որոշմամբ հերթական անգամ ազդարարեց, որ որևէ աղերս չունի իրավական պետության, օրենքի գերակայության եւ նմանատիպ ժողովրդավարական արժեքների հետ։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի մենք բարձրաձայնենք շարունակաբար այդ փաստը։ Մեր խնդիրն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հանրությանը, հասարակությանը իրազեկենք տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Մեր խնդիրն է, որպեսզի մենք ստիպենք քաղաքական ուժերին, ընդդիմադիր քաղաքական ուժերին գործնական քայլերի անցնել
Հայաստանի Հանրապետությունում հաստատված ավտորիտար իշխանության եւ քաղաքական բռնաճնշումների չեզոքացման համատեքստում։ Մեր խնդիրն է, որպեսզի միջազգային հանրությունը, արևմտյան կառույցները դադարեն խուլ ու համր ձևանալ Փաշինյանական ռեժիմի ապօրինությունների համատեքստում եւ մենք շարունակելու ենք թակել նրանց դռները։ Նրանք հանգիստ չեն ունենալու մեզնից։ Եվ մենք, նորից եմ նշում, շարունակելու ենք մեր պայքարը մինչև հաղթական ավարտ, մինչև չազատվեն քաղաքական բանտարկյալներ Նայք Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, բոլոր քաղաքական բանտարկյալները եւ մինչև Հայաստանի Հանրապետությունում չլինի օրենքի գերակայություն, որը բնականաբար հնարավոր է միայն այս վարչախմբի քաղաքական ճանապարհով հեռացման պարագայում։